Վերջին 80 տարվա ամենաողբերգական աղետը Թուրքիայի նախագահը զոհերի, ավերածությունների և տուժածների թվեր է հրապարակել։ Թուրքիայում գրանցված ուժգին երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը անցել է 900-ը, ավելի քան 5000 մարդ վիրավորվել է։ Այս մասին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն հայտարարել է արտակարգ իրավիճակների ծառայության կենտրոնում ունեցած ելույթում, նա եղել է նաև ավերածությունների վայրում։ Այս պահի դրությամբ հայտնի է, որ զոհվել է 912, վիրավորվել 5385 քաղաքացի։ Փլատակների տակից ողջ դուրս է բերվել 2470 մարդ, տեղեկացրել է Էրդողանը։ Ստորգետնյա ցնցումների հետևանքով փլուզվել է 2818 շենք-շինություն։ Ըստ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, այն ամենասարսափելի աղետն է 1939 թվականից ի վեր։ Հիշեցնենք, վաղ առավոտյան Թուրքիայի հարավում Քահրամանշահր նահանգում 7.7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ էր տեղի ունեցել։ Ժամը 13:24-ին երկրի կենտրոնական հատվածում 7.7 մագնիտուդ ուժգնությամբ 10-ից 11 բալ նոր երկրաշարժ է գրանցվել։